Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ մեր այսօրվա զրուցակիցն է Plus 374 քաղաքական ինքնորոշման ակումբ հասարակական կազմակերպության ղեկավար Գարեգին Միսկարյանը։ Պարոն Միսկարյան, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ավելի քան 1 տարի չէ ձեր ակումբը արդեն գործունեություն է ծավալում։ 1.5 տարի եւ մենք էլի ենք ձեզ հետ հանդիպել, խոսել ենք քաղաքական մշակույթի մասին, ձեր մոտեցումների մասին, ձեր տեսակետների մասին։ Հիմա ուզում եմ իմանալ մասնավորապես ինչ այս 1.5 տարվա ընթացքում ինչ գործունեություն է ծավալել ձեր ակումբը, որովհետեւ ըստ ինձ դուք նպատակներ ունեք, քաղաքական նպատակներ ունեք երկրում քաղաքական մշակույթ փոխելու։ Ըստ ձեզ։ Դուք իրավացի եք, մեծ նպատակը դա է եւ դրան հասնելու ճանապարհին առանցքային 2 բան ենք արել այս ընթացքում։ Մեկը ավարտին ենք հասցրել ինքնորոշման համապարփակ տեսությունը, որի մասին կարող ենք խոսել։ Մյուսը մշակել ենք տեսության հիման վրա մեթոդաբանական ձեռնարկ, որը թույլ է տալիս չափել անհատի ինքնորոշման ինդեքսը, աստիճանը եւ այդ չափումներից ելնելով մշակել բովանդակություն եւ ծրագիր անհատին կամ խմբերին, կազմակերպություններին, այսպես եթե շատ կարճ ասենք, ինքնորոշելու կամ սուբյեկտայնությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ ենք արել եւ շարունակում ենք անել։ Հիմա աշխատում եմ գիտական հոդվածի վրա, որը հույս ունեմ մինչև տարվա վերջ կհրապարակվի եվրոպական որևէ հեղինակավոր ամսագրում։ Դրան զուգահեռ տարբեր պետական եւ մասնավոր կազմակերպությունների հետ հանդիպումներ ենք ունենում եւ քննարկում ենք այդ մեթոդաբանությամբ կազմակերպությունների դեպքում կոլեկտիվի ինքնորոշման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, իսկ պետական ինստիտուտների դեպքում ավելի շատ հայեցակարգային մակարդակում դեռևս ինչպես է հնարավոր անել այնպես, որ պետական ծառայողը լինի ավելի պատասխանատու եւ ավելի մոտիվացված ոչ միայն ֆինանսներով, այլ նաև գիտակցելով իր տեղի եւ դերի նշանակությունը պետական համակարգում։ Սկզբունքային իմաստով շատ կարևոր եմ համարում, այսինքն քաղաքական այլընտրանքային մշակույթ առաջարկելու խնդիրներով, քան ներքաղաքական, այսպես ասած, իհարկե ներքաղաքական խնդիրներով էլ եք զբաղվում, հիմա դրա մասին էլ կխոսենք, բայց կարևորում եք, որ բոլոր դեպքերում քաղաքական դաշտը ըստ ինձ պիտի բոլոր դեպքերում վերանորոգման ենթարկվի, լայն արմատական վերանորոգման ենթարկվի, նոր ինչ որ մի բան, ինչ որ մի ասելիք ունենա։ Միանշանակ այն ինչ մենք անում ենք, միտված է մեծ հաշվով քաղաքական դաշտի վերափոխմանը, բայց ամբողջ հարցը նա է, որ այն ինչ մենք ունենք, մեր գնահատմամբ դա ապազգային բառի լայն իմաստով, այսինքն հակապետական կամ ոչ պետականամետ քաղաքական դաշտը, այն ինչ տեղի է ունենում եւ այն մշակույթը, եթե կարելի է դա մշակույթ անվանել, որ կա մեր միջավայրում քաղաքական առումով կամ այն ինչ մենք համարում ենք քաղաքական այդ առումով ինքը միտված չի հասարակությանը դրական տեղաշարժ ապահովելու, միտված չի գաղափարական պայքարի, միտված չի նոր ծրագրերի մրցակցության եւ այն ուժերը, որոնք աշխատում են հասարակության վրա, նրանց միակ նպատակը ընտրվելն է ամեն գնով եւ այդ գինը հաճախ
շատ թանկ ենք մենք վճարում այդ գնի համար, այսինքն քաղաքական առաջարկի փոխարեն աշխատում են հասարակության գոյաբանական վախերի վրա եւ դա բերում է նրան ինչ մենք ունենք ընտրությունը կատարվում է միշտ վատի եւ վատագույնի միջեւ բայց գոյաբանական վախեր չկան պարոն Իսկարյան, ասենք եւ արտաքին դաշտում եւ ներքին դաշտում գոյաբանական վախեր իհարկե կան եթե մենք այսօր սոված լինենք եթե մեր նյութական հարցերը չլուծվեն մի քիչ ավելի կոպիտ օրինակ բերեմ չէ մեր հասարակությունը խիստ բևեռացված լինեն աղքատների քանակը շատ դուք նաեւ այսպես ցախամետ լայն իմաստով սոցիալ-դեմոկրատամետ սոցիալիստամետ անձնավորություն եք ձեր քաղաքական ընտրանքով ցիկ մարդկանց քանակությամբ չէ պետությունը ավելի հզոր այո կարող ենք հաստատել ստրկատիրական կարգեր եւ հիմնավորել դա որ մենք գոյաբանական խնդիրներ ունենք եւ դա պետքա լուծել ու դա կարելի է լուծել միայն ստրկատիրական հասարակարգը պահպանելով բայց արդյոք դա այդպես չէ դե բայց ով ասեց որ պոպուլիստական եւ ապաքաղաքական միջավայր քաղաքական միջավայր ունեցող հասարակությունները լավ են ապրելու ով ասեց որ գոյաբանական վախերի վրա իշխանության եկած ուժերը առաջարկելու են ավելի լավ բան քան ստրկատիրական կարգերի ժամանակ կառավարողները ես վստահ չեմ որ դրանք իրարից շատ են տարբերվում հա դրա համար գոյաբանական վտանգներ առհասարակ վտանգներ բոլոր ժամանակներում եւ բոլոր պետությունների մոտ կան ով է ասել որ Գերմանիան որևէ Գերմանիային օրինակ չգիտեմ հզոր պետություն է վտանգներ չեն սպառնում կամ Ֆրանսիային վտանգներ չեն սպառնում կամ չգիտեմ Ուկրաինան որ Հայաստանից 10 անգամ մեծ էր Իրան էլ վտանգներ են այսինքն վտանգները միշտ կա այդ ինչ է նշանակում ուրեմն երկու տարբերակ կա ապրելու մեկը դու ստեղծում ես ինստիտուտներ որոնք կարողանում են կանխատեսել հնարավոր ռիսկերը եւ աշխատել դրանք չեզոքացնել ուղղությամբ մյուսը դու փորձում ես հարմարվել եղած իրավիճակին եւ գոյատևել մենք 1000 տարի գոյատևման ռեժիմում ենք որպես ժողովուրդ դրա համար մեր sense ժողովրդի լեզվով ասած մեկը երկուս չի դարել բայց ժամանակն է մի օր հավաքել ամբողջ գաղափարական մեր ներուժը, հա, մեր հումանիտար միտքը ձևակերպել են խնդիրները, որ մենք ուզում ենք լուծել, սահմանել այն ճանապարհը, որը կբերի ցանկալի արդյունքի եւ արժեքների ու ազնիվ նպատակների վրա այս պետությունը կայացնել։ Չէ միշտ էլ գոյաբանական խնդիրներով պայմանավորված կարելի է ժողովրդին կեղեքել Եվ ասել 30 տարի մենք ինչ-որ հաղթած պետություն էինք, բայց մեր զինվորը մի ձուն երկու հոգով կիսում ուտում էին, ասենք դա ոչ մի կերպ հնարավոր չի արդարացնել այն արժանապատիվ միջավայրը, որը ձևավորվում է այդ հասարակական հանրային վախերի վրա հիմնված։ Հետևաբար սպասել, որ այդ նույն վախերը շահարկող քաղաքական միավորները կգան իշխանության եւ մեր համար պայծառ ապագա կգերտեն, դա միամտություն է։ Եվ այն ինչ մենք անում ենք մեր ակումբով եւ մասնավորապես ես ակումբից դուրս, այդ ամբողջը միտված է քաղաքական նոր սերնդի, նոր մշակույթի ձևավորմանը։ Գիտակցված արժեքները հասկացող, իմաստները հասկացող մարդկանց, թիմերի ձևավորմանը, որոնք իրենց հետևից կտանեն հասարակության մնացած անդամներին այլ ճանապարհ քան գիտակից քաղաքական շերտ կամ կուզեք ասեք վերնախավ, կուզեք ասեք ընտրանի ունենալը չկա այսօր կան առանձին եզակի անհատներ ովքեր առաջնորդվում են արժեքներով իրապես արժեքներով համարտկային արժեքներով բայց նրանք լսելի չեն որովհետև աղմուկը եւ այդ հանդիսատեսի վրա աշխատող այնքան մարդ կա որ այդ հանդիսատեսը ուղղակի ժամանակ չունի ուշադրություն դարձնի նրան ինչը կարա իր ուղեղը թե ուժեր կան անհատներ չէ ուժ չկա պատկերացրած արժեքային համակարգերը կրող ուժ չկա միանշանակ անհատներ առանձին վերցրած շատ եզակի բայց նրանք էլ տեսանելի չեն հանրային դաշտում որովհետև այդ անհատները զուտ անհատ են այսինքն արժե բանական առումով իրենք բավարար
կոնսոլիդացիա չկա այդ անհատների միջև, ատոմիզացված առանձին անհատներ են։ Ես հույս ունեմ, որ այս ընտրություններից հետո վերջապես բանականությունը կհաղթի, խելամիտ առողջ խելամտությունը, ողջախոհությունը կհաղթի եւ մենք որպես հասարակություն սկսենք քայլեր ձեռնարկել այդ միավորումները կամ միավորումը ստեղծելու ուղղությամբ։ Իրականում շատ մեծ աշխատանք կա արած եւ գաղափարական առումով եւ նկատի ունեմ արժեբանական առումով եւ մեթոդաբանական առումով, թե ինչպես պետք է այդ գաղափարները կյանքի կոչել։ Բայց դեռ չկան այն մարդիկ, ում հետ դա կարելի է լայն թափով սկսել։ Ինչու ձեր ակումբում չեք կարող։ Չէ, ասում եմ լայն թափով։ Այդ մարդիկ կան, ում հետ մենք, այո, ում հետ մենք անում ենք աշխատանք եւ ես գոհ եմ, բայց դա այն մասշտաբը չի, որը անհրաժեշտ է մեզ որպես ժողովուրդ վերափոխվելու հզոր պետություն կառուցելու առումով։ Բայց գուցե այդ երկու հանգամանքը համադրենք, պարոն Միսկարյան, այսինքն գոյաբանական վտանգները ընդունենք, որ մանավանդ մեր այս բարդագույն տարածաշրջանում միշտ էլ կլինեն, որովհետև ինչքան էլ մենք փորձենք կամ մեզնից ոմանք փորձենք հողարկել իրականությունը, մենք ունենք գոյաբանական թշնամիներ, որոնք այդպես ատամները սրած ցանկացած հարմար պահ են ուզում որսալ մեզ վերացնելու համար, մեկ։ Երկրորդը, մեր գոյաբանական թշնամին կարող ենք լինել նաև մենք ցավոք սրտի։ Մեր ագահությունը, մեր ընչաքաղցությունը, այսօր օրինակ չկան մեզ համար այդ գոյաբանական վտանգները։ Պետությունը հանք չի եւ մենք էլ այդ հանքում աշխատող բանվորներ չենք, որոնք պետք է շարժվեն անվտանգության ուղեցույցերով, ասենք պետքա հակնել այս տեսակի համազգեստ, պետքա այս տեսակի գլխարկ դնել եւ այլն, պետությունը քաղաքական միավոր է։ Քաղաքական միավորի մեջ գործում են հումանիտար եւ հասարակագիտական միտք եւ խաղի կանոններ։ Այդ տեխնիկական մասը, թե ինչպես է պետք գոյաբանական խնդիրները լուծել, դա պետության խնդիրն է, պետության գործն է, որը պետք է բխի պետությունը ղեկավարելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ծրագրերից։ Երբ որ դուք առանց ձեր ծրագիրը եւ առանց ձեր գաղափարական ուղենիշները հայտարարելու պարզապես հայտարարում եք, որ եթե մեզ չընտրեք, ապա սա կլինի, եւ մյուս կողմն էլ ասում է, եթե մեզ չընտրեք, ապա սա կլինի, դա հնարավոր վախերի վրա ընտրությունները հաղթելու միջոց է, մեթոդ է։ Դա պետություն կերտելու, կառուցելու մեթոդ չի։ Այն ինչ որ խոսվում, այսինքն ոնց ասեմ, ոնց որ եթե ենթադրենք մենք հանքում լինեինք եւ մենք աշխատեինք այնտեղ վտանգավոր միջավայրում, դուք ասեիք ինձ ոչ թե այն ճանապարհը, թե ինչ քայլեր եւ ինչպես պետք է ես աշխատեմ, որպեսզի այդ վտանգներից զերծ մնամ, այլ ասեիք, որ այ եթե ես քեզ չղեկավարեմ, քո գլխին մի մեծ այսպես հանքաքար կընկնի եւ դու կմեռնես։ Այսինքն վախերի վրա պետք չի, բայց պետք է զգուշացնել, ասել որ այս վտանգները կան ամեն դեպքում, չէ՞։ Նայեք, դե այն որ կան վտանգներ, դա նրանից է, որ մենք չունենք կայացած քաղաքական դաշտ։ Եթե մենք 30 տարի հարմարվելու փոխարեն եւ խելոք գլուխներս կախ անելու այն ինչ մեզ պարտադրում էին դրսից, դրա փոխարեն մենք սեփական ինքնիշխան պետությունը կերտեինք, այսօր այդ վտանգները անհամեմատ ավելի նվազ կլինեին, ավելի շատ չեզոքացված կլինեին, քան թե մենք ունենք այսօր։ Բայց մենք հետևողականորեն հարմարվել եւ ինքնիշխան ու սուբյեկտ պետություն ունենալու փոխարեն կառուցել ենք այս պետության հետ կամ այն մի պետության հետ բարի դրացիական հովանավորչական հարաբերություններ։ Մեզ վերաբերվել են որպես սուզերենի եւ որպես գաղութի եւ այդպես էլ կա ըստ էության մենք որպես հասարակություն դեռևս չենք ինքնորոշվել, չենք ձևակերպել այն նպատակները եւ այն արժեքները, որոնց վրա մենք ուզում ենք ունենալ պետություն։
Իհարկե սահմանադրության մեջ կան կետեր, որոնք համամարտկային են եւ կարելի ասել վեհ գաղափարներ են, որոնց արժե ձգտել, բայց խնդիրը նա որ մենք որպես հասարակություն այդ արժեքների կրողը չենք, մենք նույնիսկ դրանք չենք գիտակցում, մենք չենք գիտակցում այդ արժեքների կարևորությունը, մենք չենք գիտակցում այդ արժեքների խորությունը, մենք դրանց իմաստը չենք հասկանում, նույնիսկ ամեն մարդ մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն հարմար է, երբ իրեն ինչպես հարմար է։ Դա նշանակում է, դա ինչից է գալիս, որ մենք չունենք այդ հումանիտար մշակույթը, այդ իմաստաբանական հենքը, որի վրա մենք կարողանանք հենվել եւ կերտել մեր ապագան։ Եթե ես եւ դուք իրար չենք հասկանում, ես ասում եմ ազատություն մի բան եմ հասկանում, ամենաթողություն օրինակ, դուք ասում եք ազատություն, հասկանում եք անարխիա, դրանք, որը ամենաթողությունը չի, դրանք թույլ չեն տալիս մեզ իրապես ընկալել եւ գնահատել ազատությունը եւ արժեվորել ազատությունը ու այդ ազատության համար պայքարող դրա միջավայրը կերտող հասարակություն ունենալ այլ ունենում ենք մի հասարակություն որտեղ ազատությունը հայհոյանքի նման է հնչում մենք ես մի օրինակ եմ բերում այդպիսի օրինակներ բազմաթիվ են մենք այդ խնդիրն ունենք եւ այդ խնդիրը լուծելու միակ ճանապարհը ինքնորոշումն է անհատի ինքնորոշումը ինստիտուտների ինքնորոշումը եւ ինստիտուտների վերակառուցումը այնպես որ նրանք նպաստեն անհատի ինքնորոշմանը եւ այդպես նաեւ կհասնենք ազգային ինքնորոշմանը այլ ճանապարհ մենք միշտ լինելու ենք գործիք ուրիշների ձեռքում միշտ լինելու են վախերի խաղարկելու ուժեր եւ այդ վախերը շահարկելու ներողություն եւ այդ վախերը շահարկելով մեզ զրկելու են մեր սուբյեկտայնությունից, թույլ չեն տալու որ մենք սուբյեկտայնանանք ու վաղ թե ուշ մենք կարանք եւ վերացման եզրին կանգնենք, ինչպես դա եղել է պատմության ընթացքում մի քանի անգամ վերացման եզրին կանգնելը չվերանալը։ Դրա համար ես կարծում եմ կա բավարար նախադրյալ ձևավորելու այնպիսի միջավայր, որը թույլ կտա մեզ ինքնորոշվել բայց ցավոք դեռ այդ բավարարի նվազագույնի մեջ ենք, հա մենք այն անհատները, որոնց մասին ես խոսում եի, ովքեր իրապես գաղափարական են եւ ունեն բավարար գիտելիք պետության մեջ պատասխանատվություն վերցնելու եւ առաջ տանելու, նրանք կամ բավարար կամք չունեն այդ պատասխանատվության հայտ ներկայացնելու, հա, այսպես ասենք, կամ ուղղակի չեն տեսնում այն միավորին, այն ուժին, որի շուրջ կամ որի մեջ կարելի է համախմբվել։ Այ ոմանք կասեն, իսկ չեք գտնում, պարոն Միսկարյան, որ այդ ամենի համար, եթե դա իրոք որ այդպես է, ես փորձեմ չեզոքություն պահպանել, բնականաբար, դա կախված է անհատների այդ քանակից, ուրեմն մեր հասարակության մեջ չկան բավարար չափով այնպիսի անհատներ, որոնք ունենան բարձր որակական նախ մարդկային հատկանիշներ եւ այդ որակական մարդկային հատկանիշների շնորհիվ ձևավորեն արժեհամակարգ եւ լինեն իրապես քաղաքացիներ, իրավագիտակից քաղաքացիներ եւ իրենց իրավագիտակցությունը թույլ տա լուծելու որոշակի խնդիրներ դրանով հանդերձ համապետական խնդիրներ, համազգային խնդիրներ եւ այլն եւ համայնքային խնդիրներ բրավո եւ այլն այսինքն մարդիկ ավելի շատ նաեւ զբաղված են իրենց օրախնդիր հարցերով հանապազորե հացի հարցերով եւ այդ ամենը նաեւ թույլ չի տալիս որպիսի մարդիկ այդ հանապազորյա խնդիրները մանավանդ մեր այսօրվա իրականության մեջ թողնեն մի կողմ դարձյալ էլի ակնարկում եմ ձեր սոցիալ-դեմոկրատամետ, սոցիալիստամետ արժեհամակարգը, միգուցե ինչ որ մի սոցիալական համակարգ ձևավորվի, որտեղ որ մարդը իրեն զգա գոնե հանապազորյա խնդիրներից զերծ, նոր հանգիստ ինքը զբաղվի քաղաքականությամբ, ինչպես մենք ենք մի անգամ ասել, քաղաքականությունը քաղաքականացնելով, ոչ թե քաղաքականությունը, այսպես ասած, օրախնդիր ինչ որ պահերին հարմարեցնել։ Ապա քաղաքականացնել։ Այո, ապա։ Դուք մի իրավացի եք, որ այդ մարդկանց թիվը քիչ է,
Բայց մյուս կողմից եկեք փաստենք, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը այդքան ծայրահեղ չի, ինչքան կարող է թվալ, եթե դա մենք գնահատելու լինենք քաղաքական դաշտում հայտ ներկայացրած որակյալ մարդկանց տեսանկյունից։ Այսինքն այդ հանապազորյա հացի խնդիրը լուծած մարդիկ շատ են, բայց որոնք իհարկե նաև մասնագիտական եւ փափուկ հմտությունների լայն պահուստ ունեն, հա, իրենց մոտ, որը կարող են կիրառել պետականաշինության մեջ, բայց այդ մարդկանց մոտ բավարար բարձր չի իրավագիտակցությունը, այսինքն մենք այս ակումբը կոչվում է քաղաքական ինքնորոշման ակումբ, այդ մարդկանց մոտ բացակայում է այդ քաղաքական ինքնորոշումը, մարդիկ մեղավոր չեն, որ այն կրթությունը, որոնք իրենք ստացել են, կամ տեխնիկական է, որը եւ իրենք որպես անհատ արժեքային առումով ձևավորվել են զուտ միջավայրի հանգամանքների բերումով ոչ թե ուղղորդված կրթություն են ստացել այդպես վեհ գաղափարներով կամ էլ այդ մարդկանց մոտ այդ բացը լրացնելու խնդիրն է եթե մենք կարողանում ենք իսկ ես իմ մշակած մեթոդաբանությունը թույլ է տալիս դա անել եթե մենք կարողանում ենք հասնել այդ մարդուն եւ ինքը փորձում է ինքնորոշվել որտեվ դու մարդուն չես կարող ստիպողաբար ինքնորոշել դա մեր տեսությանը դեմ է այսինքն եթե անհատը կա որը ունի այդ ձեր ասած սոցիալական բազիսը կարող է թույլ տալ իրեն զբաղվել հանրօգուտ գործով ցանկություն ունի բայց բավարար կամք չունի դա այդ կամքը ձևավորվում է այդ գիտելիքի լրացմամբ մենք կարողանում ենք այդ գիտելիքը տանք այստեղ շատ մի քիչ կարող է պարզունակ հնչի առաջի հայացքից սա քաղաքագիտության շուրջ գիտելիք չի սա եւ արժեբանություն է եւ կենսաբանություն է եւ տնտեսագիտություն է եւ շատ լայն սպեկտր շուրջ 36 ուղղություն, որը հնարավոր է չափել եւ որտեղ խզում կա դրանց վրա աշխատել, որտեղ գերաճ կա դրանք վերել ներդաշնակեցման եւ այդ մարդը, որը ի վերջո կկարողանա ինքնորոշվել, ինքը իր պետության համար, իր ժողովրդի, իր ազգի համար կլինի առավելագույն արդյունավետ մարդը Մարդիկ նաև սպասում են, որ այս արտաքին ճիշտ քաղաքականությամբ մենք ներքին իմաստով կապրենք լավ կամ վատ, մյուսները այլ ընտրություններ դա էլ է գուցե կարևոր, որ միայն ներքին բաներով չկենտրոնանանք, այսինքն միայն չասենք, որ մեր ներքին ինքնակազմակերպման խնդիրները եթե լուծեցինք, մնացած բոլոր հարցերը ինքնաբերաբար կլուծվեն, չէ, պիտի ճիշտ արտաքին նաև քաղաքականություն, այսօր ինչ եք կարծում, որ ուժերն են ըստ ձեզ ճիշտ ներքին եւ արտաքին քաղաքականություն լուծելու ունակ Եվ ինչ է կարծում մեր տարածաշրջանում տեղի ունեցող այս փոթորկալի իրադարձությունները ինչով կարող են ազդել մեր ներքաղաքական դաշտի ճարտարապետության վրա լայն իմաստով այդ ճարտարապետություն բառը մեր համար շատ սիրելի է չէ ձեզ հետ միասին եւ ինչ ակնկալիքներ ունեք ապագա ընտրություններից եթե կարելի է հակիրճ ու սրանով այսօրվա մեր հանդիպումն շատ հակիրճ պատասխանեմ ես արդեն ասացի որ այն ինչ տեղի ունենում Հայաստանում քաղաքական կամ ընտրությունների անվան տակ իմ գնահատմամբ դրանք ապաքաղաքական process-ներ են, որտեղ Հայաստանում պայքարում են արտաքին ուժերը իրենց լոյալ խումբը ունենալու համար։ Այսինքն թե իշխանությունն ու թե ընդդիմությունն պայքարում։ Այո։ Ես որ ասում եմ, որ վախերի վրա են աշխատում։ Այդ որովհետև այլ բան չկա առաջարկելու, այսինքն ոչ Ռուսաստանին, պետք Հայաստանին առաջարկի այնպիսի բան, որ Հայաստանը զարթոնք ապրի, ոչ էլ Արևմուտքին պետք այնպիսի բան առաջարկի, որ Հայաստանը դառնա ավելի սուվերեն, հա, ավելի ինքնուրույն, ավելի ինքնիշխան։ Այդ տեսակետից պարզ է, որ երկու կողմն էլ են նրանք ովքեր որ մեզ ինչ որ բան են առաջարկում չեն կարող առաջարկել այնպիսի բան որ
բխի մեր շահերից եւ հակասի իրենց շահերին։ Հա, իսկ միգուցե մենք առաջարկենք իրենց Մենք որևէ մեկին, իրենց որ կողմը առաջարկել ենք, համաձայնվի։ այդ կողմը առաջարկել է, մի կողմը ասում է ես քեզ լավ կծառայեմ, այն մյուս կողմն ասում է այ եթե նրանք կան, նրանք կծառայեն ուրիշին, այ ես որ գամ, ես քեզ կծառայեմ ու այս սրա վրա է աշխատում մեր, այսինքն դա Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի հետ կապ չունեցող process է, այդ ամբողջ այդ ընտրություն կոչված է։ Այդտեղ չկա Հայաստանի շահերից բխող այնպիսի օրակարգ, որ ասենք այո, այս եթե սրանք գան եւ անեն այսպիսի բան, ինչպիսին մինչեւ մեզ չեն արել, ուրեմն փառք ու պատիվ մենք կունենանք ինքնիշխան պետություն, որի հետ հաշվի կնստեն թե արևմուտքը, թե արևելքը։ Բայց ցավոք սրտի այդպես չի։ Թող ինձ ներեն առանձին անհատներ, որոնց մասին ես ասում էի, եւ եթե նույնիսկ նրանք կուսակցական են կամ կուսակցության հիմնադիր են ու մենակ էլի իրանք են, բայց դա այն չի, ինչը պետք է այս պետությանը, այսինքն այդ այն մասշտաբը չի, որի վրա կարելի է հույս դնել։ Եվ հետեւաբար ասել, որ այս քաղաքական կամ ապա քաղաքական թոհուբոհը մեր ինչ ենք ակնկալում, հա, այսինքն որպես ընտրող կամ որպես քաղաքացի, ես առանձնապես շատ բան չեմ ակնկալում այս ընտրություններից, ես վստահ եմ ժողովրդի մեծ մասն էլ չի ակնկալում եւ շատ ցածր մասնակցություն է լինելու, բայց դա նրանից չի, որ ժողովուրդը ապա քաղաքական է, դա նրանից է, որ դաշտում առաջարկ չկա, դաշտում չկա հստակ գաղափարական առաջարկ ուղենիշ, որին կհավատա հասարակությունը եւ պատրաստ կլինի իր վեկտորները ուղղել այդ գործընթացը առաջ տանելու, առաջ մղելու եւ Հայաստանը այս փոսից հանելու համար։ Դրա համար անիմաստ է մասնակցել ապաքաղաքական գործընթացներին, որտեղ ավելի լավ է զբաղվել ավելի արդյունավետ գործերով։ Շատ է, պարոն Միսկարյան։ Ես կոչ չեմ անում չգնալ ընտրությունների։ Ձեր մոտեցումն է, հա, ես ասում եմ, որ այս ընտրությունները ինչ են, ինչպես պետք է։ Պարտավորեմ նաև, այսպես ասած բարոյապես, ձեր այսպես տեսակետները ընկալելի եւ հասանելի դարձնել մեր ունկնդիրներին։ Այսինքն դուք գտնում եք, որ այսօր չկա այն քաղաքական դաշտը կամ այն քաղաքական թևը կամ ուժը, որին սատարելով մենք կարող ենք լուծել ինչ-որ ներպետական համազգային խնդիրներ։ Այսօր կա ապազգային հակապետական քաղաքական դաշտ բացառությամբ որոշակի լուսավոր անհատների, որոնց ձայնը լսելի չի։ Ես ճիշտ կարողացա ձեզ ամփոփել ձեր մտքերը, ճիշտ կարողացա։ Դե ուրեմն մնում է մեզ միայն լինել լավատես, սպասել լավ զարգացումների եւ անել այնպես ես իմ այսպես մոտեցումներով, դուք ձեր մոտեցումներով եւ ցանկացած քաղաքացի իրենց մոտեցումներով, որ մեր քաղաքական դաշտը լինի ավելի լավը բնականաբար, իսկ անկախ մեր մոտեցումներից, մեր բոլորիս նպատակն էլ պիտի դա լինի եւ մեր հայրենիքը դրանով հանդերձ լինի ավելի անվտանգ, բարգավաճ եւ ծաղկուն։ Թող իհարկե, հա, մի քիչ էլ այդտեղ սուբյեկտայնության ստորադասման երանգներ կա, որովհետև մենք նստենք, սպասենք, որ դա լինելու է, դա չի լինելու, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է փորձենք սուբյեկտայնանանք եւ օգնենք ուրիշներին սուբյեկտայնանալ եւ այդ դեպքում միայն այդ սուբյեկտների միությունը կարող է սուբյեկտ հանդիսացող պետություն կառուցել, ինքնիշխան պետություն, որտեղ բոլորը արդար են, հավասար են օրենքի եւ ինչու ոչ Աստծո առաջ։ Շնորհակալություն, պարոն։ Ես եմ շնորհակալ։ Եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումներ, ես դիմում եմ մեր այն բարեկամներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել Armix News YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել Armix News YouTube-յան ալիքին։ Մեր այսօրվա զրուցակիցն էր Գարեգին Միսկարյանը, շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։